Մինչև այս հանդիպումը նայել եմ ձեր գրեթե բոլոր տեսանյութերը, կարդացել եմ հարցազրույցները, բայց ոչ մի տեղ չգտա, թե ինչու են ձեզ Թաթոս անվանել եւ որքանով տեսնում եմ նկարներում դուք այդ կարճ Թաթոս տարբերակով չեք ստորագրում, ինչու։ Դեռ մանուկ հասակում բոլոր երեխաները, ինչպես բոլոր դպրոցներում այսօր էլ դա կա, երբ որ ազգանները մի քիչ երկար է լինում, ընկերները կարճ այդպես միմյանց հապավումներով անվանում են։ Իմ պապը Թաթոսն է եղել, Թադևոսյան եմ գրվել, հետո Թաթոս, ինչ խոսք կան նկարներ, որոնց տակ ես ստորագրում եմ Թաթոս, բայց ոչ բոլորի, սովորաբար Հրանտ եմ գրում։ Պապս եղել է ձեռքից այսպես ամեն ինչ եկող հնարովի մարդ, որ ամեն ինչից մի բան կարողանում էր պատրաստել, սարքել։ Ըստ երևույթին ժամանակի ու տարածության մեջ այդ ձեռքի ընդունված այդ շնորհը հասել է նաև ինձ, ուրիշ կերպ չի կարելի դա ասել, եւ փառք Աստծո, որ ես իհարկե շատ փոքր ժամանակ կորցրել եմ պապիս, ծնողներիս, լավ չեմ կարողանում հիշել, միայն հետո երբ արդեն 7-րդ դասան, երբ որ գնացի իմ ծննդավայրը, այնտեղ բոլորը ինձ ոչ թե ճանաչում են որպես Հրանտ, այլ ասում են Թաթոսի թոռն է եւ այլն, նշանակում է նա ըստ երևույթին ինչ որ ոչ թե նմանությունը, այլ այդ արդեն իմ շնորհքի մասին գիտեն, այդ տարիներին մրցանակ է շահել նկարչական այդ մրցանակաբաշխությունում եւ առաջի անգամ երբ հայտնվեցի մեր գյուղում իմ ծննդավայրում մենք այնքան փոքր ենք եղել, որ անգամ չեն իմացել, մենք չենք կարողացել ասել մեր ազգանունը ինչպիսին է։ Մերոնք բոլորը գրվել են, հարազատները, բարեկամները, անգամ քույրս գրվել է Հարությունյան։ Բոլորը Հարությունյան են գրվում եւ հիմա այդ տոհմի այդ բոլոր Հարությունյաններ են գրվում։ Բայց որովհետև մենք չգիտենք ազգանունը փոքր ժամանակ, ասին պապի տանն ինչը, ասի Թաթոս ու գրեցին Թադևոսյան։ Այդպես իրենք են եղել, անգամ ծննդականից մեջ մորս անունը Անուշ են գրել։ Ինքը Սատենիկ է եղել, Անուշ է եղել, ես մամայի եմ ասել, փոքր ժամանակ։ Նու տխուր բաներից չպատմեմ, այդ բայց լավ է որ վերականգնել եք։ Այո, դա ըստ երևույթին երևի շատ ճիշտ որոշում է եղել, մի քիչ էլ անկախ ինձանից եւ ճշմարտացի է եղել։ Անկամ շատ էի զարմանում, երբ որ մեկը մամա էր, մայրիկ էր բղավում, զարմանում էի, թե այդ ինչ է ասում։ Հետո մեծացա ինչին որ ձգտումը կար հասա դրան, նկարում եմ։ Պարոն Թադևոսյան, ինձ մի բան է հետաքրքիր, դուք ձեր ծնողների մասին պատմում եք, գրեթե բոլոր հարցազրույցներում դրան անդրադառնում ենք։ Այդ ցավը, այդ կորուստի ցավը դուք ձեզ հետ բերել եք ամբողջ կյանքում, այնուամենայնիվ բերել եք։ Այդ ցավը կա, բայց իմ ստեղծագործություններում երբևիցե ոչ մի բան չկա, որ հիշեցնի ինչ որ այդպես ծանրացված, անգամ գույնի առումով։ Այդ բաները չկան, ուզում եմ որ մարդիկ այդ նկարչությունը նայելիս ոչ թե ինչ որ ծանրաբեռնեն մտքերի մեջ ընկնեն, այլ մի անգամից ընկնեն այդ լույսի մեջ եւ այդ վայելքը կամենում եմ իմ հնարավորության սահմաններում իհարկե ինչքանով է ստացվել կամ ստացվում է ավելի ճիշտ, ես առ այսօր աշխատում եմ, հենց այսօր առավոտյան արդեն մի աշխատանք կատարել եմ, այնպես որ ես իմ այդ հրաշք օրը ուզում եմ ցանկացած, այսպես ասած, Աստծո կողմից պարգևած օրը անպայման ուզում եմ լցնել մի լավ, մի բարի բանով։ Ես իմ հնարավորության սահմանում ես նկարել եմ կարողանում եւ դա եմ կարողանում անել։ Պարոն Թադևոսյան, ձեր աշխատունակությունը նախանձելի է ու շատ իսկապես տպավորիչ ու միշտ է այդպես եղել։ Այսինքն շատ կարողացել եք կարճ ժամանակի ընթացքում շատ ստեղծել, շատ արարել, ինչպես է դա ձեզ հաջողվում, էներգիա է, ոգեշնչումը, տեխնիկապես հմտությունը, ինչպես է դա հնարավոր։
ասեմ, որ դեռ ուսանողական շրջանում մենք ընկերներով շատ երկար աշխատում էինք եւ շատ ենք աշխատում ու այդ վարակը մնացել է մեր մեջ, որ ամեն օր պարտավորում ես ինչ-որ մի բան անել, ոչ այն ինչ-որ երեք ես արել, այսօր ավարի, այսպես ասեմ, կատարում ես քո գործողությունը։ Եվ այդ աշխատասիրությունը, գիտեք ինչ, ոչ մեկը երևի իզորու չի բացատրել, թե ինչ եմ արել, որ ես սկսել եմ աշխատել։ Նկարելը ուտելու նման մի բան է, հենց գտալը վերցնում, սկսում ես ուտել, ախորժակդ բացում է, բրձինը վերցնում ես, անմիջապես կտավը կա եւ մի քանի վրձնահարվածներից հետո արդեն միտքն է ծնվում, գաղափարն է ծնվում, ինչ խոսք նախատիպը էությանդ մեջ եռում է, ինչ ես անելու, մոտարապես գիտես, ընդհանուր երբեք ես մատիտ կամ ճեպանկարների միջոցով չեմ ուզում նախորոք իմ մտածածը հանձնել թղթին, որից հետո կտավին։ Ես դա ափսոսում եմ, որովհետև այդ կատարման ժամանակ բաներ ա լինում, որ մի քիչ հետո դուրդ չի գալիս, սկսում ես ջնջել, մի անգամից դա կտավի վրա եմ ես սկսում աշխատել եւ փառք Աստծո այնինչ մտածում եմ, այնինչ տեսանելի է ինձ համար, իմ էության մեջ դա տեսանելի է, դա սերույթին կայանում է, ճիշտ այնպիսին, ինչպիսին ես մտածել եմ։ Ու ասեմ, որ իսկապես շատ եմ աշխատում, չգիտեմ ով ինչպես, լավ սպորտսմեն եմ եղել ժամանակին, ֆուտբոլ եմ խաղացել, բոքս եւ այլը, բայց ամեն ինչից զատ, ամեն ինչից վեր, այդ հոգնածությունից հետո եկե թուղթ ու մատիտ եմ վերցրել ու սկսել եմ ինչ-որ բաներ կատարել, աշխատանքներ։ Նկարչի համար կարևորը տաղանդն է, երևակայությունը, շնորհը, թե աշխատասիրությունն ու տեխնիկան, հաջողության հասնելու առումով։ Ոչ մի աշխատասիրություն, եթե չկա էությանդ մեջ ծնելու մի բան, որը չկա, որը երեք չի եղել, աշխատասիրությամբ չես կարող, պետք է մեջդ լինի, անպայմանորեն, չգիտեմ ով ինչպես է ապացուցում, ուզում են բացատրել, որ շատ աշխատեցիր, այնքան շատ աշխատողներ կան, ինձանից 10 անգամ ավելի հենց այդ բնագավառում, բայց միևնույն է, իրենց կարողությունը ունի իրենց սահմանը եւ դրանով ավարտվում է։ Երբ որ աշխատանքը կատարում ես, այնտեղ տեսնում ես, որ ինքդ քո վրա զարանում ես, այ մարդ ասում ես, այս ոնց ստացվեց, ինչպես ստացվեց։ Ըստ երևույթին ես դրան հավատում եմ, որովհետև աշխատասիրությունը, երբ որ նպատակին է ծառայում, արդեն նա ստեղծելու, ստեղծագործելու համար մեկ գործոնն է։